Խոսենք պաշտոնական դիրքորոշման մասին, ասում են դա բիզնես է։ Տեսեք, ասում են դա բիզնես է։ Որնիկի աշխատանքը բիզնես է, թե բիզնես չի։ Հեռախոսներն անջատեք, լավ։ Բիզնես է, չէ՞, այդ մարդու համար։ Այսինքն կան բիզնեսի տեսակներ, որոնք համարվում են անբարո, անթույլատրելի, անցավոր, պատերազմող երկրներին կամ պատերազմով սպառնացող երկրի հետ այդ ոլորտում բիզնես կատարելու ցանկությունը մանավանդ դաշնակցի կողմից անառողջ մոտեցում է, անբարո, նաև անցավոր մոտեցում է, որովհետև տրված է զենք, որը կարող է օգտագործվել պատերազմով սպառնացող երկրի կողմից հարևան երկրի նկատմամբ։ Եթե դու բանակցային գործընթացների կողմնակից ես, ինչու ես զենք վաճառում։ Ինչ էր ուզում հենց հասկացնել։ Ռուսաստանը ինչ որ ուզում էր հասկացնել մեր սակավամիտներին, վաղուց հասկացրել է։ Դուք մեր ստրուկն եք, մեր ստրուկներ պիտի մնաք։ Ինձ նման մարդկանց, որ պայքարել են ռուսական իմպերիալիզմի դեմ իրենց ամբողջ կյանքի ընթացքում եւ հակադրվելով ընդհանուր մտայնությանը, ընդհանրապես կարողացել են ժողովրդին տանել դեպի առողջ դիրքորոշում, այստեղ հասկացնելու բան չկա, իրենք ուզում են ասել, որ դուք ճիշտ եք մեր նկատմամբ ձեր գնահատականներով, մենք մնացել ենք նույն դիրքերի վրա, բայց ես չեմ կարծում, որ մենք անհրաժեշտ եզրակացություններն արեցինք։ Կա վտանգ, այդ վտանգը պետք է հենց այսօր կանխել։ Ես պատկերավոր օրինակ բերեցի, չէ՞ թե մեկը դիմացից կանգնած ասում է հիմա քեզ կխփեմ, դու պիտի անմիջապես այնպես անես, որ ինքը քեզ չխփի։ Ոչ հիմա, ոչ էլ մի ամիս հետո։ Հիմա Հայաստանը այդ քայլերը չի ձեռնարկել եւ պարտավոր էր անել 20 տարի առաջ։ Ես ասում եմ գոնե հիմա սկսենք եւ տալիս եմ հիմնական բանաձևը, տվեցի ինչպես սկսել։ Այսօրվանից Հայաստանը պետք է ամենուր ազդարարի։ Իսկ երբ դու միջազգային իրավունքի ենթակա ես, այդ ամբիոնը միշտ էլ ունես։ Դու կարող ես դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ հատուկ դիմումով, կարող ես հրավիրել բոլոր երկրների դեսպաններին եւ նրանց ասել, որ գիտեք, մենք փորձում ենք հարևանների հետ չսրել հարաբերությունները, առանց նախապայմանների էինք խոսում, բայց Թուրքիան բռնազավթել է Հայաստանի տարածքների միջազգայինորեն ճանաչված տարածքների, օրինակ 70%-ը, 10%-ն էլ բռնազավթել է Ադրբեջանը։ Մենք դες կոչ ենք անում թիկուն կանգնել արդարությունը վերականգնելու հարցում։ Միանգամից կփոշիանա Ադրբեջանի 20% օկուպացված լինելու իրողությունը, երբ Հայաստանը միջազգային իրավունքի, միջազգային փաստաթղթերի հիման վրա կատարի այս փաստարկումը։ Առայժմ ես խոսում եմ բանականության մասին։ Իսկ նրանք, ովքեր որ ասում են մենք կկռվենք, կհաղթենք, դրանք պորոտախոսներ են։ Դրանք պատերազմում մի օր էլ չեն եղել։ Ես պատերազմում եղել եմ, ես եղել եմ Լաչինի պարետը, տասնյակ զոհեր եմ տվել։ Այն պատճառով, որ այդ պորոտախոսները փախել են, իսկ իմ մարդիկ մինչև վերջ կանգնել։ Ու ես գիտեմ, թե ինչ է նշանակում պատերազմը։ Ես չեմ ուզում անգամ հաղթել ադրբեջանցիներին պատերազմում, որովհետև ադրբեջանցի երեխաներ պիտի տառապեն դրանից։ Եվ չեմ էլ ուզում առավել ևս, որ հայերը տառապեն, հայ կինն ու հայ մայրը երեք զավակ կորցնի։